Սիրելիներս մենք ականատես եղանք շատ մեծ խայտարակության, սկսած ուրեմն թե Սուրբ Սարգսի սիրահարվածների տոնից, մինչև Տերնն առաջի տրնդեզը, որը սատանայական սպել է, հեքս է դա։ Իրենք ունեն անգամ այդ տեքստը, որը կես հացով ռադդ քաշիր մեր գյուղից, այսպիսի մի տողեր կան, ովքեր են դրանք հեղինակները, ինչ է կատարվում, դուք պետք է լինեք հոգևոր, որպեսզի սա հասկանաք։ Բանն այն է, որ գարնանամուտին իրենք այս դիվապաշտները, որոնք սեկտաների մեջ Գարեգին B եւ իր բանդան, դրանք դիվապաշտներ են, կատակ բան չէ սա։ Եվ ահա իրենք ունեն իրենց վարպետները, դևը իր մետաֆիզիկական էներգիան խնդրում է ստանալ այս զոհաբերություններից եւ դա կատարվում է գարնանամուտին, ինչու՞մ, որովհետեւ Աստված ստեղծեց տիեզերքը եւ մարդկությունը, հնագույն մագաղատները ասում են, որ դա եղել է գարնանը։ Եվ ահա մենք սկսում ենք այսպես ասած նոր տարին, ինչպես նաև Նավրուզ եւ այլն, մտնելով ահա այս դիվական էներգիայի մեջ, որից մարդիկ ջղայնություն, խելագարություն, քաղցկեղ, ամեն տեսակի ուրեմն դիվական տրամադրվածություն, անեծք, ատելություն, այսինքն թե դևը խմորում է իր խմորը։ Եվ դա կատարվում է եկեղեցում, դուք ինչպես եք սա հասկանում։ Ուրեմն հայոց դարձը, որը պիտի սկսվեր սովետի, աթեիստական սովետի անկումից հետո, վերածվեց հայոց ցեղակրոնի, հայոց կռապաշտության 2000 տարի առաջվա վերականգնումը, եւ սրա համար արդեն ես նշել եմ իմ գրքերի մեջ, անգամ աղբյուրները ներկայացրել եմ, սրա համար վճարվում են այս Գարեգին B-ն, Արամ առաջինը, որոնք ակտիվ մասոնական լոջերի անդամներ են եւ որոնց հետ բարձր լոջի անդամները շփվում են Վարդանանց ասպետներ 6-րդ աստիճանի օթյակով։ Եվ իրենք ունեն այս ներքին պայմանավորվածությունը, որ եկեղեցու 7 խորհուրդների մեջ պիտի մտցվեն էթնիկ այս ավանդույթները, որոնց հիմքը սատանիզմն է։ Սա կատարվում է նաև կաթոլիկ եկեղեցում, մենք ոտք չենք դնում, ես արդեն բացատրել եմ, կա մոդեռն եկեղեցի եւ շատ մատերի վրա հաշված այն եկեղեցիները, որոնք պահում են ավանդությունը։ Սա կարծում եմ չի կատարվում ռուսական եկեղեցում, ես շատ մոտ եմ այստեղ ռուսական համայնքի հետ, կար երկու համայնք, որը մեկը անկախ էր մինչև 2015 թվականը, մյուսը Մոսկվայի տակ էր, տարբերությունը շատ մեծ է, բայց ընդհանուր առմամբ գիտակից մարդիկ են եւ գիտեն իրենց հավատքը։ Եվ ահա սրա դեմ մենք ունենք հիմնականում 60% ես կարող եմ ասել հայ կաղերը, որոնք ես չգիտեմ, նախկինում ջեպկիրներ են եղել, բռնաբարողներ են եղել, պեդոֆիլներ են եղել, գողեր են եղել, բառից բռի իմաստով։ Եվ ահա կազմակերպվել է այս ինֆիլտրացիան Գարեգին Ներսիսյանի կողմից, որ այն ժամանակ դեր Երևանի Արարատյան շրջան էին ասում այս եպիսկոպոսներ եւ նա էր ղեկավարում ամեն ինչ KGB-ից։ Եվ ահա ես հասկանում եմ, որ այդ ընթացքում կային այնտեղ օկուլտիստներ, բռնաբարող մարդիկ, որոնց ես գիտեի եւ ահա տեսնում եք բոլորը դառնում էին քահանաներ։ Ուրեմն հիմք էր նախապատրաստվում, որպեսզի սովետից հետո աթեիզմը դարձը կատարվի ոչ թե դեպի ուղղափառություն եւ սրբություն, այլ դեպի կռապաշտություն եւ բղծություն։ Հիմա հիշենք մեր սրբերին։ Ահա Սուրբը ազնվական է, ունի կալվածքներ, հարստություն եւ ահա կեսարը իմանում է այդ մասին եւ բերում է ասենք Սուրբ Սեբաստյանին
բոլորին, Սուրբագաթա, Սրբիագաթա, բոլոր այդ մարտիրոսներին եւ ասում է ամեն ինչդ կպահեմ, ավելին կտամ հարստությունդ։ Այս է Զևսի արձանը, Անահիտի արձան եւ այլն։ Ահա խունգը, մի խունգ գցիր այդ ուրեմն նաեւ Ատրուշանի առաջ, մի խունգ եւ ազատ ես գնա։ Եվ իրենք սա չէին անում։ Իրենք սա չէին անում եւ իրենք գիտեին, որ հրաժարվելու համար այդ կարգի պաշտամունքից, կռապաշտությունից իրենց պետք է հասնի մահապատիժ, որովհետեւ հռոմեական կայսրության մեջ կայսրը նաեւ ներկայացնում էր աստվածություն եւ եթե դու չես պաշտում պանթեոնի մնացած աստվածներին, դու նաեւ շղթում ես կայսրին, այսինքն դա պետական դավաճանություն էր։ Ամեն ինչը փոխվեց եւ Եվրոպայում եւ Սուրբ Տրթատը փոխեց դա եւ Սուրբ Լուսավորիչը փոխեց, եղել են այնտեղ բռնություններ, ոչ, եղել է պատերազմ, քաղաքացիական պատերազմ, Զենոբիուս Գլակի մոտ գրված է ամեն ինչ։ Փաստորեն ամեն ինչ խաղաթյուրված է եւ ահա աթեիզմի անկումից հետո ոչ մի հայագիտություն էլ չկար, եղածներ քանդեցին, արդյունքը եղավ այն, որ այս ուռած գլուխներով եւ ուռած փորերով տգետ Կարշելի այս քահանաները, որոնց ես անվանում եմ քուրմեր եւ ստանում էին նամակներ։ Տիկին, դուք ձեզ անպատվում եք այդպիսի բառեր օգտագործելով։ Ես ամեն բառ կօգտագործեմ, պահելու իմ ազգի պատիվ եւ Քրիստոսի պատիվը։ Եվ որպես մայր կարող եմ եւ անեծք դնել ձեզ վրա եւ որ եւ անում եմ, որովհետեւ դուք եք պատճառը հայ ազգի կործանման։ Սիրելիներս, այդ իմ նոր էջի վրա հայերեն լեզվով դրել եմ ամեն ինչ։ Դեմքերով, նկարներով, գրեք ձեզ մոտ ովքեր Հայաստանում եք ապրում եւ ձեր ոտքը չդնեք այդ եկեղեցիները։ Ինչու՞։ Որովհետեւ իրենք արտիստներ են։ Նրանք օգտագործում են մեր հրաշափառ եկեղեցիները, մեր հրաշափառ խորանները, մեր քահանական զգեստների վերահաշկությունը, այսինքն թե արտաքին աստվածային այս ներշնչող տեսքի տակ թաքնված են տգետ սատանաներ, բառիզվול իմաստով, որոնք իրենց հոգին ծախել են սատանաներին։ Եթե ոչ, ինչու պետք է այդպիսի բան անեն։ Ինչ է նշանակում տրնդես։ Գիտեք, ես մեծացել եմ Հայաստանում եւ բավականին գործունեությամբ եւ որպես անձ կապված է բոլոր շրջանների հետ։ Տավուշում եմ եղել, Իջևանում եմ եղել, Ղարաբաղում եմ եղել, Քավառում եմ եղել, Լեննականում եմ եղել, շփվել եմ մարդկանց հետ։ Բանասիրական ֆակուլտետն եմ ավարտել, կա բանահյուսության դասեր ունենք մենք, որ պարտավոր ենք անգամ գնալ գյուղերը եւ խաղիկներ արտագրել։ Այսինքն թե ամեն ինչ գիտեմ Հայաստանի մասին։ Ոչ մեկը, բացի Արտաշատի ժողովրդից, որոնք խոյից եկած կիսափաստորեն հեթանոսներ էին, տրնդես չեր անում։ Եվ հիմա փորձում են ասել, որ սա հայկական ավանդույթ է, որ երբեք հայկական ավանդույթ չի եղել։ Եթե կուզեք իմանալ, տարածված էր պարսիկների տակ Ատրուշանները եւ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տակ կա դեռ պահված Ատրուշանը, որի պատին Մեհյանի կա նաեւ Սուրբ Լուսավորչի ձեռքով գրված խաչը։ Բաց չէր դա ժողովրդի համար, բայց ես եղել եմ այնտեղ։ Այսինքն թե այս կարգի զրադաշտական մնացորդ, որը անվանում են տրնդեց, գալիս է միայն Արտաշատի ժողովրդից։ Եվ իրենք հիմա արմատացրին այս քուրմ քահանաները եւ այդ խարույկը նվիրաբերված է արդեն մի անկյունում նվիրաբերվում է, ինչպես է, մեղասոհեմ մատության համար, բայց ահա եկեղեցում հացը օրհնվում է եւ տարածվում է եւ դա շնորհքն է, նույն կերպ կրակը նվիրաբերվում է սատանային եւ տարածվում է եւ դա շնորհազուրկ է անում քրիստոնյային, այսինքն դուք մկրտվում եք սա նորից ձեր մկրտության շնորհքը վերանում է, երբ որ դուք մասնակցում եք այդպիսի քահանայի ծեսին եւ այդպիսի քահանայի տրնդեզներին։ Եվ ձեր ճակատին գրում է 666-ը։ 100%-ով ես ձեզ ասում եմ, եւ սա
գահավիժող ձնագնդիկ է, մեծանում է, որովհետև իրենք նաև ունեն իրենց մեդիումները, որ կոնտակտ ունեն սատանայի հետ եւ սատանան ավելի է պահանջում միջև անգամ դուք ինչ գիտեք, եթե այս քահանան ընդունակ է մարդկանց նայելու թե ինչպես են բուհուկի պես թռչում կրակի վրայով, այս նույն քահանան կարող է պատարագի ժամանակ բաց է թողնում նվիրաբերության ծեսը կանոնը դուք ինչ գիտեք այնքան շատ ներողություն ամբողջ հայ ժողովրդի քրիստոնեությունը տգետ է նա ոչինչ չի հասկանում ինչ է անգամ ծեսը եւ դուք դառնում եք հացապաշտ այսքան հիվանդություններ եթե նորից ես կրկնում եմ եւ դա հիշեք ես մեղավոր եմ դուք մեղավոր եք ունենք թերություններ բայց սրբերի եւ առաքյալների դրած ծեսը պատարակը բոլոր ծիսակատարությունները կատարյալ են անթերի եւ մարդկային միջամտություն դա չի հանդուրժում մարդկային միջամտությամբ շնորհքը վերանում է ինչպես դա կատարված մոդեռն կաթոլիկ եկեղեցում դա գալիս է Հայաստան սիրելիներս եւ եթե դուք գիտակից չլինեք սրան դուք գնալու եք դժոխք որովհետեւ գիտեք ինչ դա չի արդարացնում քրիստոնյան պետք է իմանա ինչ է պաշտում եկեղեցին մենք չենք պաշտում քահանային մենք չենք պաշտում սիմվոլիկ քրիստոնեություն մենք չենք պաշտում մենք գիտակից հավատքի տեր մարդիկ ենք մենք մուսուլմաններ չենք որ եւ Քրիստոսի չարչարանքներին միանանք եւ այդպես թռչենք թուրքի նման կրակի վրայով եւ դրանք այո բոլոր կռապաշտ մարդիկ դա ունեն Իռլանդիայից սկսած մինչեւ Ճապոնիա բայց նորից հայ ազգի մեջ դա չի եղել դա բերել է Գարեգին բն միջև Գարեգին բնել եկեղեցիներում դա չկար ինչու որովհետեւ դրա դիմաց մասոնները իրեն վճարում են քաշով եւ ահա այստեղ ամեն ինչ պարզ է այլևս ոչ մի բավերական եկեղեցի չկա ես չեմ ճանաչում հայկական եկեղեցի տեսնել փակվեցին մնացածներ փաստորեն Արամ առաջինը քանդեց մյուսն էլ ես չգիտեմ հազար բաներ են խոսում անձնականի մեջ ես չեմ գնում ինձ անձնականը մարդու չի հետարշում քահանա լինի դա եպիսկոպոս լինի ինձ հետարքում է նրանց գործերը եւ նրանց գործերով իրենք պիտի դատապարտվեն դժոխքի Ես միակ մարդն եմ, որ այս մասին ասում եմ, տեսա բավականին լավ քահանաներ կան, որոնք հեռու մնացին, միայն դիտում էին այս ծաղրածությունը, բայց ոչ մեկը չի խոսում։ Ես նորից չեմ քննադատում իրենց, գուցե խոսում էր Տեր Գյուրեղը, սարքեցին իբր թե վթար սպանեցին մարդուն։ Որովհետև երբ որ խոսում ես ճշմարտությունը հաղթում է, ամենախորը խավարի մեջ, եթե անգամ մի փոքրիկ լուցկի ես բառում, խավարը ցրվում է։ Այդպես է եւ հոգեվորությունը։ Ես մի փոքրիկ կին եմ, ապաշխարանքի մեջ եմ 40 տարի, գթասրտության եւ աղոթքների մեջ մեկուսացված։ Ես վայելում եմ Քրիստոսի մտերմությունը, եթե կուզեք իմանալ, իմ ամեն կյանքի ամեն վայրկյանը երջանկություն է, բայց անցա մեծ ստրեսներով, որովհետև չեմ կարող տեսնել, թե ինչպես է խելագարությունը դառնում մասսայական Հայաստանում եւ այստեղ հայերի մեջ։ Եվ գիտեք ինչ, ցավալին այն է, որ ամբողջ աշխարհի մարդկությունը մուսուլմաններից սկսած, կռապաշտներից սկսած ձեզ վրա ծիծաղում են։ Եվ սա այն ժամանակն է, երբ որ դևերը ձեր հանգած մոխերների, խարույկների շուրջը գիշերը, բալպուրգյան գիշերներ են անում եւ ցնծում են ուրախությունից, որտեղ իրենք հաշվում են, թե այդ օրը քանի հոգի իրենց հաջողվեց տանել դժոխք եւ դա արվում է իբր թե ձեռնադրված քահանայի միջոցով, որը սկսած այդ պահից դառնում է կարգալույց, դուք պետք է ճանաչեք նրանց եւ հեռու փախչեք այդպիսիներից, ինչպես է բորոտության բարակից Եվ Աստված ձեզ պիտի օգնի դա անելու։